Բարև ձեզ, մենք փորձելու ենք մոտակա մի քանի ռելով ձեզ բացահայտել ներդրումների աշխարհը եւ մեզ կօգնի New Venture Brokerage ընկերությունը, որը հենց ներդրումներով է զբաղվում։ Եւ այսօր մեր հյուրն է Հայկ Սարոխանյան, որը New Venture Brokerage-ի ավագ ֆինանսական խորհրդատուն է։ Եվ միանգամից ուզում եմ sense անցնեմ պարտատոմսերի թեմային, որտեղ ինձ բիզնեսներին հետաքրքիր է։ Առաջին հարցս ինչու ընկերությունը ոչ թե վարկ վերցնի բանկում, այլ պարտատոմս թողարկի։ Թեման շատ ծավալն է, նշենք երկու կարևոր կետ։ Առաջի դեպքում կազմակերպությունը բանկին վերադարձնում է տոկոսները ամեն ամիս, իսկ պարտատոմսերի դեպքում կարող է տոկոսների վճարումը կատարել օրինակ երամսյակային տարբերակով։ Երկրորդ կարևոր կետը նա է, որ բանկից վերցրած վարկի դեպքում կազմակերպությունը պարտավոր է ուղիղ բիզնեսի ընդլայնման գործում այդ վարկը կիրառել նպատակային, իսկ պարտատոմսերի դեպքում կարող է կիրառել ցանկացած ուղղությամբ բիզնեսի զարգացման գործընթացում։ Հիմա ընկերությունը New Venture Brokerage-ի միջոցով պարտատոմսերը ոնց որ թողարկեց, ում կարող է ինքը դա վաճառել։ Կազմակերպությունը ցանկանում է ներգրավել նոր միջոցներ պարտատոմսերի միջոցով, ներկայացնում է փաստաթղթերը մեր կազմակերպությանը աուդիտ անցկացնելու համար։ Մենք կատարում ենք ամբողջական աուդիտը, կատարելուց հետո թողարկում ենք պարտատոմսը եւ հենց այդ ժամանակ որոշվում է տոկոսները եւ վճարման հաճախականությունը եւ մարման ժամկետը իհարկե։ Համաձայնեցնում ենք կազմակերպության հետ եւ արդեն թողարկում ենք պարտատոմսը, որից հետո իրեն տրամադրում է նույնականացման IC-ին համար։ Հիմա պարտատոմսերը թողարկվեցին, ինչ սպասարկում է կատարվում ընթացքում։ Ինչպես սահմանված էր ի սկզբանե, ներդրողները ստանում են իրենց եկամուտները սահմանված ժամկետներում, տվյալ դեպքում երամսյակային։ Պարտատոմսերը հասկացանք, մյուս անգամ շատ ավելի գլոբալ թեմայից կխոսանք, դա IPO-ն է։